Կասեք, քննչական կոմիտեում ձեզ ինչ պատասխան տվեցին։ Մենք ուրեմն մինչ այս արած ակցիաների ընթացքում մենք ունեցել ենք ձերքին պայմանավորվածություններ եւ մենք փորձել ենք ամբողջ process-ը անցնել երկխոսության ճանապարհով։ Մենք հարցել ենք նրան, որ քննչական կոմիտեում մեզ պատասխանել են, որ քաղաքացիների ֆինանսական իրավունքները պետք է վերականգնվի, բայց չի նշվել հստակ ժամկետներ։ Իմ ձեռքին ինչ է գրված. ժամանակ չկա, լուծում չկա։ Մեզ պետք է որ հստակ օր ամիս ամսաթիվ հայտարարվի, որ այսինչ օրը, այսինչ ամիս, այսինչ ամսաթվով լինելու են այդ լուծումները։ Քաղաքացիները ենթարկվել են հարձակման օտարերկրյա հանցավոր խմբերի կողմից։ Սա կարելի է զուգահեռ անցկացնել պատերազմական իրավիճակի հետ, եւ պետությունը ունի պարտականություն քաղաքացիներին պաշտպանելու առնվազն եւ դրա շրջանակներում նաեւ պետությունը ունի պարտականություն քաղաքացիների իրավունքները վերականգնելու հարցում եւ պաշտպանելու հարցում եւ այդ շրջանակներում մեր պահանջները խիստ խելամիտ են լռելը այստեղ հանցավորությունն է։ Շատ լավ, իսկ երբ որ ժամկետների մասին հարց եք տալիս քննիչին կամ քննչական կոմիտեի ներկայացուցիչներին, ձեզ ինչ են պատասխանում, օրինակ այսօր ինչ պատասխան են տվել։ Այսօր պատասխան են ստացել, որ ժամկետները միայն իրենցով պայմանավորված չի, բայց մենք գտնում ենք, որ որպես իրավապահ եւ իրավական կառույց լուծումները այստեղ պետք է գտնվեն։ Մենք այո, գուցե եւ դիմենք ազգային ժողովին, գուցե եւ դիմենք կառավարությանը, կարծում եմ կդիմենք։ Եթե իրենք չանեն, ստիպված ենք էլի մենք իրենց գործը անենք, բայց թող իրենք դիմեն։ Եթե կա դրա անհրաժեշտությունը, ապա թող իրենք դիմեն։ Այնուամենայնիվ մենք գտնում ենք, որ այդ հարցի լուծումները պետք է տրվեն այստեղ։ Լավ, իսկ այս ընթացքում դուք ամիսներ շարունակ բարձրաձայնում եք խնդիրը, ցույցեր եք իրականացնում։ Այս ընթացքում շարունակում են ձեզ նույն խնդրով մարդիկ դիմել, այսինքն նոր տուժողներ կան, թե ոչ։ Տեսեք, մենք սա ընդամենը 4-րդ ակցիան է, որ մենք իրականացնում ենք։ Մենք սայից առաջ իրականացրել ենք ընդամենը 3 ակցիա։ Մենք սկսել ենք ակցիաները 1 ամիս առաջ։ Այն ժամանակ, երբ որ Hello-Bit հարթակը փլուզվեց, սա դարձավ պատճառ, որ մենք ակցիաներ նախաձեռնենք, ինչի որովհետև 2021, 22, 23 թվականին տուժողներ էին եղել հսկայական գումարներ եւ արդյունքում քաղաքացիների իրավունքները չէին վերականգնվել, այլևս հնարավոր չէ երկարատև լռել, դրանով պայմանավորված մենք սկսեցինք ակցիաներ, երբ որ մենք սկսել ենք ակցիաները, ոստիկանությունը ստացել էր ընդամենը 4 ահազանգ, բայց այսօր մենք արդեն մոտ 4 ակցիաների արդյունքում ամեն օր քաղաքացիները գալիս են, դիմում են մեզ եւ մենք այսօր 220-ից ավել հանցագործության մասին հաղորդում ունենք տված քննչական կոմիտեում եւ դատախազությունում։ Հասկանում եք, քանի որ քաղաքացիները հիասթափվում էին պետական մարմիններին դիմելուց, ստանում էին պատասխաններ, որ ուր է ձեր գլուխը, իսկ ինչու այդ գումարները ներեցիք, մեղադրականներ էին հնչում քաղաքացիների նկատմամբ եւ արդյունքում քաղաքացու վստահությունը պետության նկատմամբ կորում էր։ Մենք ինչ ենք անում։ Մենք քաղաքացիների իրավունքները վերականգնելով նաեւ նպաստում ենք, որ քաղաքացիների վստահությունը վերականգնվի պետական մարմինների նկատմամբ եւ պետության նկատմամբ վերջինս։ Շատ լավ, իսկ որ ասում եք վերջին ամսվա ընթացքում պարբերաբար շարունակում են դիմել ձեզ քաղաքացիները, ծեղծարարության նոր դեպքեր են տեղի ունենում, թե հին դեպքերի մասին է խոսքը։ Հին դեպքերի մասին է խոսքը, Hello-Bit եւ նմանատիպ հարթակներ, բայց ըստ էության այդ հարթակների աշխատանքի սկզբունքը նույնն է, ըստ էության նրանք ներդրումային հարթակներ են, ըստ էության օտարերկրյա հանցավոր խմբերի կողմից հարձակման ենթարկված քաղաքացիներ պետք է։ Կարծում եք նմանատիպ դեպքերը կանխելու ուղղությամբ ինչ որ միջոցառումներ ձեռնարկվել են վերջին ամսվա ընթացքում, կարելի է ասել, որ դադարեցվել է ծեղծարարության դեպքերի մեծ մասը։ Ոչ, միանշանակ ոչ, գործողություններ եղել են անբավարար։ Hello-Bit հարթակը, երբ որ քաղաքացիներին արդեն հալանել վերջացրել էր, Hello-Bit հարթակը փակվեց, սա մենք համարում ենք ուշացած հաղթանակ։ Սա ուրեմն պետք է կանխարգել էին այն ժամանակ, երբ որ դեռ իրավիճակը այս զարգացումը չէր ունեցել, հա, երբ որ դժողները դեռ քիչ էին, հա։ Հիմա սև գործը անել վերջացնելուց հետո
հարթակը փակում են, եսա ներկայացնում են որպես հաղթանակ լուրջ չի։ Կարծում եք հիմա կա հնարավորություն օրինակ նմանատիպ այլ կայքեր ստեղծելու եւ էլի քաղաքացիներից գումարներ շորթելու հետ կապված։ Այո, կան եւ կան նմանատիպ գործող հարթակներ։ Վախենամ, որ եթե մենք այս process-ը չզարգացնենք, այսինքն լռենք, քաղաքացիների իրավունքները անդեսվեն, ոտնահարվեն, հարձակումները քաղաքացիների նկատմամբ շարունակվեն, ես կարծում եմ, որ 2026 թվականի ընթացքում ավելի տխուր պատմություն կունենանք եւ 2027 թվականի ընթացքում աղետալի իրավիճակ։ Այսինքն նոր տուժածներ կարող են լինել։ Փակվեն այդ կեղծ հարթակները, այդ զեղծարար հարթակները պետք է անմիջապես փակվեն եւ չգործեն Հայաստանի Հանրապետությունում, ինչը պետական մարմինը ներկայացնում է շատ դժվար ու բարդ, սակայն ես համաձայն չեմ, եթե նրանց համար դժվար է ու բարդ, թող դիմեն Հայաստանի Հանրապետությունում գործող սովորական IT կազմակերպություններից ինչ-որ մեկին, նա այդ հարթակը ժամերի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում կդարձնի անհասանելի։ Կան լուծումներ, պետք է օրենսդրական լուծումներ, ենթաօրենսդրական կետեր, կառավարության կողմից հրամաններ, այս մասով պետք է պատշաճ կերպով աշխատեն, որովհետև սա պատերազմի շատ նման իրավիճակ։ Ըստ ձեզ նոր տուժողներ կարող են լինել առաջիկայում։ Այո, քանի որ հարթակները ներողություն հարգելի քաղաքացիներ, այդ այսպես ասած ֆիրմա անունները իմ մոտ տպավորություն չեն առաջացնում եւ ես չեմ կարողանում հիշել Hello-Bit հարթակը փակվելուց հետո փոխարենը ինչ հարթակ էր բացվել անունը հնչեցրել ինչ կոկոլ լսում եք կոկոլ եւ սա պետական մարմինը համարում է հաղթանակ մեկը փակեց մյուսը բացվեց թարմ ուժերով նոր քաղաքացիներ ներգրավում նոր քաղաքացիների վրա նոր հարձակումներ կոկոլա ինչի չեն փակել հիմա կոկոլը քանի դեռ կոկոլի կողմից դժվարներ չկան ինչի հիմա մի տարի հետո երբ որ արդեն բանը բանից անցնում է այդ ժամանակ երբ որ մենք բարձրացնում ենք դա արդեն իշացած հաղթանակ է ներողություն